Աստվածաշնչում կա 3 բան, որ պետք է ծածուկ անենք, որոնք են դրանք։ Եկեք ընթերցենք Մատթեոսի ավետարանից 6-րդ գլխից մի փոքրիկ հատված։ Առաջին՝ ողորմության մասին։ Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ունենա ձեր հորից, որ երկնքում է։ Արդ, երբ ողորմություն անես, մի փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովարաններում եւ փողոցներում անում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձը ստացել են, բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աջը ինչ է անում, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։ Երկրորդ՝ աղոթքի մասին։ Երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձը ստացել են։ Այլ երբ դու աղոթես, մտիր քո սենյակը, փակիր դուռդ եւ ծածուկ աղոթիր քո հորը, եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ Երբ աղոթք եք անում, մի շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ Արդ, նրանց մի նմանվեք, որովհետեւ ձեր հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը։ Երրորդ՝ ծոմապահության մասին։ Եվ երբ ծոմ եք պահում, տրտմ երես մի եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ իրենց վարձը ստացել են։ Այլ երբ դու ծոմ պահես, օծիր գլուխդ եւ լվա երեսդ, որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաս քո հորը, եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։